Օսմանյան Թուրքիայի Բուրսա նահանգի մեծ նոր գյուղում ծնված Աշոտ Օհանյանի կենսագրությունը ֆիլմի անհավանական ելքերով սցենարի է նման։ 1914 թվականին հազարավոր հայ տղամարդկանց պես բանակ են զորակոչել հորը, իսկ ընտանիքի մյուս անդամներին մորը մանկահասակ քույրերի և եղբոր հետ թուրք ոստիկանները տեղահանության հրամանով հանել են գյուղից։ Շաբաթներով քայլում էինք, ոտքներս ամբողջովին արյան մեջ էին թաթախված։ Ոստիկանները մտրակներով անդադար հարվածում էին և բղավում, որ արագ քայլենք։ Շատերը չդիմացան, մահացան ճանապարհին, իսկ նրանց անշնչացած մարմինները կերդարձան գայլերին։ Նրանց թվում էին նաև մայրս ու կրտսեր քույրս։ Աշոտ Օհանյանի հիշողություններից է։ Մորը երբ արդեն թուրքերը սպանում են, ինքը տղաների հետ 5-6 տղա կարողանում են փախնել քարավանից, սարերն են փախնում, և հետո չէր հիշում ինչպես հայտնվել էին Ստամբուլում, նաև չէր հիշում, թե ինչքան ժամանակ Ստամբուլի փողոցներում ապրել են, փող են խնդրել, էստեղից այնտեղից հաց են ճարել, մինչև ասում է մեզ հանդիպեց Տիկին Բոյաջյանը, անունը չգիտեր, միայն ասում էր Տիկին Բոյաջյան, որը մեծահարուստ հայ էր և 5 երեխայի տղա, փողոցից տանում է իր տուն, ինքը ասում է տանը ծառաներ ուներ, բայց մեր ամեն ինչը ինքն էր հոգում, իր ձեռքով մեզ լողացրեց, ոչիլները մաքրեց, հագցրեց, գեղեցիկ և ասում է ճաշն անգամ ինքն էր մեզ տալիս։ 1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետության հաստատումից հետո Դաշնակցությունը Պոլսում գնում է Քեմալ Փաշայի զորանոցը և այնտեղ հավաքում հայ որբերին։ Երեխաների մեծ մասը չգիտեր իր ազգանունը, իր հուշերում գրում է Աշոտ Օհանյանը, ուստի տեսուչը հարցնելով հոր անունը երեխային ցուցակում գրանցում էր հայրական անունով։ Այդպես էլ ինձ հետ եղավ, Օհանի տղան էի, դարձա Օհանյան։ Հետագայում, երբ Հայաստանում գտա իմ ազգականներին, պարզվեց, որ մեր իսկական ազգանունը Ռուբինյան է։ Քանի դեռ ասում է առաջի հանրապետությունը կար, մենք որբերով Ստամբուլում շարքերով քայլում էինք, հայկական դրոշը մեր ձեռքին, և ոչ մեկը չէր համարձակվում մեզ որևէ բան ասեր, բայց երբ ասում է տապալվեց առաջի հանրապետությունը, թուրքերը սկսեցին հարձակվել որբանոցի վրա։ Անդրանիկը ասում է, Օզանյան Անդրանիկի մասին է խոսքը, իր թիկնապահներից ուղարկեց, որպեսզի հսկեն, բայց ասում է նրանք չէին կարողանում, որտև թուրքերը սկսեցին խոտի խուրձերը վառել և Պարիսպից ներս շպրտել, որպեսզի հրդեհ բռնկվի։ Այդ ժամանակ 10-ից 15 որբանոց է եղել Թուրքիայում։ Ականատեսների վկայությամբ թուրք դահիճները պարբերաբար մտել են որբանոցներ, ընտրել գեղեցիկ երեխաների և տարել։ Աշոտ Օհանյանը հրաշքով փրկված այն երեխաների մեջ է եղել, որոնց գիշերով որբանոցի ամերիկացի տեսուչը ածուխ տեղափոխող նավով փախցրել է Հունաստան։ Այստեղից մի քանի տարի հետո նրանց տեղափոխել են Եգիպտոս հայ վարպետների մոտ արհեստ սովորելու։ Հրաշալի կրթություն էին տվել որբանոցում, հայրս 6-7 լեզու գիտեր, ամբողջ հայ գրականությունը անգիր կարող էր ասել, և մասնագիտություն էին սովորեցրել, բոլորին արհեստ էին սովորեցրել, և հայրս սովորել էր մեխանիկություն։ Այսքանով չեն ավարտվում Աշոտ Օհանյանի կյանքի դժվարությունները։ Եգիպտոսում պարտադրաբար ծառայության է անցնում անգլիական բանակում։ Երիտասարդը, որն ընդամենը 18 օր առաջ էր ամուսնացել, ծանր վիրավորվում է, կորցնում ձեռքն ու աչքը։ 1947 թվականին ընտանիքի հետ որոշում է հայրենիք վերադառնալ։
Այստեղ սոցիալական տարբեր զրկանքներ կրելուց հետո անհեթեթ մեղադրանքով 1949 թվականին դատապարտում են աքսորի, կնոջն ու մանկահասակ երեխաներին թողնելով մենակ։ Ես արխիվում գտա հայրիկիս դատավարության գործերը։ Հայրս հարցնում է, ո՞րն է իմ մեղքը։ Ասում են, դու անգլիական լրտես ես։ Ասում են, ինչից որոշեցիք։ Դու շատ լավ անգլերեն գիտես, դու այս լեզուները գիտես։ Հայրս էլ ասում է, թուրքերեն էլ շատ լավ գիտեմ։ Ուրեմն ես թուրքական էլ լրտես եմ։ Վերջ մի հատ հիմար հարցաքննություն էր, ես կարդացի, այսպես եւ գնաց Սիբիր 10 տարի եւ հրաշքով ինքը ապրել է։ Մի աչքը չկար, մի թևը կտրված էր, բայց մինչև վերջի շունչը հայրենիք էր ասում։ Ասում էր, այս բոլորը պիտի անցնին, հայրենիքս թող մնա։ Աշոտ Օհանյանը հայրենիքում 3 զավակ է ունեցել։ Տիկին Էմիլիան նկարչուհի է, տասնյակ գրքեր, հանդեսներ է ձևավորել, զբաղվել մանկավարժությամբ։ Վստահ է, որ հայրիկի ցանկությունը կատարվելու է եւ ցեղասպանություն իրագործողները մի օր պատասխանատվության են ենթարկվելու։ Հայրիկս Ավետիս Ահարոնյանի խոսքերն էր ասում։ Ահարոնյանը ասել է. այսքան չարիք, թե մոռանան մեր որդիք, թող ողջ աշխարհ կարդա հայու նախատիկ։ Ոնց կարող է հայը մոռանալ ցեղասպանությունը։